Հանդիպման վայրը Վինայն ռեստորանի Vici Lounge, հագուստը Daphne խանութ սրահ, Daphne, ժամանակի շունչը ամեն օրվա համար, Daphne հագուստ, որ խոսում է քո մասին։ Հաղորդավարի ոճը Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիա, հաճախորդներ ամբողջ կյանքի համար։ Ես այսօր Vici Cigar Lounge-ում մի գավաթ սուրճ եմ հրավիրել մի մարդու, ում կերպարն այնքան արտիստիկ է, որ երբեմն մոռանում ես, որ նրա հիմնական գործիքը մկրատն է, ոչ թե ֆոտոխցիկները։ Տաղանդավոր, խարիզմատիկ, էքսցենտրիկ, վարսահարդար ոճաբան Գնել Սողոմոնյան։ Շատ շնորհակալություն դնել, որ դու կարողացար քո հաճախորդների այդ երկար ձգվող խիտ գրաֆիկի մեջ ինձ հատկացնել ժամանակ եւ ընդունեցիր իմ սուրճի հրավերը։ Շատ շնորհակալ եմ հրավերի համար, Նարդյան, շատ ուրախ եմ եւս մեկ անգամ հանդիպել քեզ հետ ու հուսամ այսօրվա մեր հարցազրույցը շատ գեղեցիկ եւ լեցուն կլինի։ Հաստատ ես քեզ Գնել ջան չեմ հիասթափեցնի։ Ես շատ համեղ սուրճ եմ քեզ հյուրասիրում եւ անչափ համեղ Անուշեղեն Մարաշեից։ Շատ շնորհակալ եմ, Մարաշի խմորեղենները շատ համեղ են, փորձել ենք արդեն։ Ես էլ վայելենք։ Արևելյան քաղցրավենի առհասարակ սիրում եմ, իսկ Մարաշին դա անկրկնելի է, որովհետեւ շատ թարմ է ամեն ինչ եւ շատ համեղ է եւ մեկը մեկից տարբեր էքսկլյուզիվ համեր են, այնպես որ սրճենք եւ զրուցենք։ Երբ ասում են Գնել Սողոմոնյան, ես արդեն պատկերացնում եմ մարդ, ով ունի անթերի ճաշակ, լիքը տատուներ իր վրա, լիքը մետաղներ, տարբեր աքսեսուարներ եւ դու վիրտուոզ ես մարդկային կերպարը արվեստի գործ դարձնելու ճանապարհին։ Իսկ քո կերպարը ինձ համար վառ է, մի քիչ արտիստիկ է։ Այնց հետաքրքիր է դու ինքդ ես ստեղծել այդ կերպարը, թե կյանքն է ձևավորել։ Նախ շնորհակալ եմ շատ գեղեցիկ եւ բարձր գնահատականի համար։ Նախ գիտես, երբ որ քո մեջ ծնվում է գեղեցիկի այդ պահը, որ դու նկատում ես, դա կապ չունի, երևի թե մոտ մանկուց է ձևավորվել, քանի որ ուզեցել եմ շրջապատված լինեմ գեղեցիկով, ծաղիկներով, գեղեցիկ աքսեսուարներով, դիզայնով, տան ինչ-որ պարագաներով, մի խոսքով անընդհատ ձգտել եմ անհատականություն ստեղծել ինձ համար եւ դա շատ վաղուց է եղել մանկապարտեզի ժամանակներից ու գաղտնիք բացեմ, մանկապարտեզում մենապարուհի չէին գտնում, ստիպված ես եղա մենապարուհին, որովհետեւ շատ գեղեցիկ էի պարում։ Դե չեմ կասկածում, բայց ամեն անգամ երբ ես քեզ հանդիպում եմ, ակամայից մտածում եմ, թե դու քանի րոպե ես ամեն առավոտ անցկացնում հայելու մոտ, անկեղծ։ Որ ճիշտն ասեմ, ոչ մի րոպե, որովհետև ամբողջ օրը այդ հայելու մեջ ես ինքս ինձ տեսնում եմ կամա հաճախորդների հետ աշխատելիս, ուղղակի արդեն անգիր գիտեմ իմ դեմքը, անգիր գիտեմ իմ մազերը ու նախորոք գիտեմ ինչ եմ հագնելու առավոտյան ու ըստ դրա այդ աքսեսուարները նախորոք պատրաստ դրված են։ Այսինքն քո կերպարը նախորդ երեկոյան ես դու պլանավորում եւ կազմակերպում։ Այո, որովհետեւ ես գիտեմ այդ օրը ինչ հաճախորդներ եմ ունենալու, ես գիտեմ նրանք ինչ ճաշակ ունեն եւ փորձում եմ նրանց աչքին գեղեցիկ երևալ, որպեսզի նրանք իրենց էլ ավելի շոյված զգան։ Իսկ ո՞րն է ամենախենթ լուքը, որ երբևէ ստեղծել ես քո համար։ Մազերս ուրեմն աֆրո գանգուրներ էի արել, երկարացրել էի, շատ վայրի ինչ-որ հետաքրքիր հագուստով, փողոցով քայլում էի եւ դա շատ ահավոր էր իհարկե ռեակցիաները մեր երիտասարդների եւ ոչ երիտասարդների։ Ինձ թվում է այդ ամենաուժեղն էր, որ ոչ երիտասարդ
մարդը այտենց ռիսկով ինչ-որ փոփոխություններ է անում։ Դու ասացիր, որ ես նախորդ երեկոյան իմ մեջ քննարկում եմ, թե ովքեր են լինելու հաճախորդները, եւ ես դրա ստեղծում եմ կերպար։ Այսինքն գնել Սողոմոնյան բրենդի կայացման ճանապարհին հատուկ ձևավորված կերպարը քո համար ունի մեծ նշանակություն։ Անպայման, որովհետեւ ես ոչ միայն աշխատանքով պետք է ապացուցեմ իմ պրոֆեսիոնալիզմը, այլ նաև վերաբերմունքը ընդհանրապես իմ գործին եւ իմ հյուրերին։ Ես ինքս որ ինչ-որ միտեղ հաճախում որպես հաճախորդ կամ բուժառու, ինձ համար շատ մեծ նշանակություն ունի տվյալ անձնավորության արտաքին տեսքը։ Դրա համար երևի թե ես անընդհատ ուզում եմ այնպես անեմ, որ միշտ հաճելի լինի ինձ հետ շփվելը։ Իսկ երբևէ մտածել ես այսօր չափը անցա կերպարի կայացման ճանապարհին։ Մեկ լինում է, շատ աքսեսուարներ եմ հագնում, շատ եմ սիրում իհարկե, չափ անցնում եմ, բայց տեղին եմ անցնում։ Իսկ քեզ կարելի է պատկերացնել առանց աքսեսուարների, սովորական սպիտակ շապիկով, առանց մատանու, առանց շղթայի, առանց թևնոցի, եւ ինչ կլինի այդ օրը։ Այդ օրը նշանակում է ես գյուղում եմ, ոտաբոբիկ, կարճ անդրավարտիկով, առանց մայկայի եւ առանց աքսեսուարների, շունիկների, կատուների հետ այգում վազվզում եմ։ Միայն այդ դեպքում կարող եք ինձ տեսնել առանց աքսեսուարների։ Այսինքն այդ պահին դու առավելագույնս ինքդ քեզ հետ ես, քո ներսի մարդու հետ։ Բնության մեջ կենդանիների հետ ես ինձ զգում եմ իրոք մարդ, որովհետեւ կենդանիները իրենց էմոցիաներով ու էներգիայով քեզ որ շրջապատում են ու վստահում են, նշանակում է դու իրոք ունես այդ հատկությունը մարդկային, որ բնության եւ կենդանիների հանդեպ բարի է ու մաքուր։ Անկամ գործի տեղն էլ կարող եմ լինել ինքս ինձ հետ, որովհետեւ ես ինքս ինձ հետ շատ եմ զրուցում, ամփոփում օրվա եղածը եւ ինչ որ պետքա լինի, որպեսզի կարողանամ ճիշտ սկսեմ օրս, քանի որ մարդկանց հետ եմ շփվում, շատ դժվար է, չէ՞, միանգամից կապի դուրս գալ մարդու հետ, միանգամից շփվել, միանգամից էներգետիկ դաշտս պետք է մաքուր լինի։ Իսկ այ ամփոփելիս, հա, երբ ես գոհ լինում ինքդ քեզնից եւ երբ դժգոհ։ Երբ որ նյարդայնացած չեմ լինում, այդ ժամանակ ես ինձ շատ եմ սիրում, բայց ցավոք այնպիսի կյանք ենք ապրում, որ նյարդերը շատ հաճախակի տեղին են տալիս, իսկ մեր գործի մեջ դա անթույլատրելի է, որովհետև մենք բացի այն, որ մազեր ենք հարդարում եւ այլն, մենք նաեւ պետք է էներգետիկ դաշտը մաքուր պահենք, որպեսզի հաճախորդին ավելի կոմֆորտ լինի մեր հետ շփվելուց։ Ճիշտն ասած, ես էլ քո հաճախորդների ցանկում եմ, ասում եմ սա մեծ հպարտությամբ եւ շնորհակալությամբ քեզ, ու երբևիցե ես քեզ չեմ տեսել նյարդայնացած։ Ինձ թվում է շատ դժվար կլինի քեզ որևէ կերպ հունից հանելը։ Շատ դժվար է, որովհետև ես հունից դուրս եմ գալիս, երբ որ ես ուրիշ տեղ եմ, մենակ եմ, գոռում եմ, գոչում եմ, հանգստանում եմ, ու հետո նոր անցնում եմ իմ առօրյա աշխատանքին։ Լավ, իսկ դու երբ հասկացար, որ անունդ արդեն բրենդ է եւ պետք է շվեյցարական ժամացույցի նման արդեն իսկ աշխատի քո համար։ Երբևիցե չի էլ մտածել, որ գնել անունը կարա ինչ-որ բրենդ դառնա, բայց երբ որ արդեն այս գեղեցկության ոլորտի մեջ մի քիչ էլ ավելի ճանաչում ձեռք բերեցի, 24 ժամ համարյա թե աշխատում էի, որովհետև չէի հասցնում, հա, բոլորին սպասարկեմ, այդ ժամանակ հասկացա, որ պահանջված եմ, պատասխանատվությունս ավելի մեծ էր ու սկսեցի կամաց-կամաց ավելի զարգացնել իմ մասնագիտությունը ու ստեղծեցի իմ անձնական տեխնիկան կտրվածքների, անձնական տեխնիկան հարդարման եւ ընդհանրապես իմ սեփական մոտեցումը հաճախորդների հետ։ Երբ քո անունով են գալիս հաճախորդները ու երբ պարզապես գալիս են, տարբեր են, չէ՞, իրավիճակները։ Հիմա մոտ մի 15 տարի է պարզապես չեն գալիս, գալիս են միայն խորհրդով, այնպես չէ որ պարզապես եթե գան ես պետքա, չգիտեմ, սենց
ասեմ չէ, ես գնելն եմ եւ վերջ։ Ուղղակի հիմնականում նոր ծանոթության մեջ մի քիչ ավելի դժվար է ինձ համար, որ ես ունեմ արդեն իմ հաճախորդների բազան 33 տարվա ու նորի հետ մի քիչ բարդ է, որովհետև նորից քո մեջ լիքը մարդկանց էներգիաներ են կուտակվելու, այդ ուղղությամբ եմ մտածում, դրա համար ավելի շատ աշխատում եմ իմ հիմնական հաճախորդների հետ։ Իսկ ո՞րն է թոփերի մեջ լինելու ամենածանր կողմը, որի մասին հաճախ լռում են։ Ամենադժվարը գիտեք որն է, այն է հենց որ դու քեզ համարում են, իհարկե շատ սխալ կլինի, եթե մասնագետը ինքը իրեն համարի թոփերի մեջ, երբ որ քեզ համարում են թոփի 3-ի կամ 5-ի մեջ, դա նշանակում է դու մինչև առաստաղ պատասխանատու պետք է լինես, այլապես դա կլինի արդեն սխալ ինքդ քո համար եւ ինձ թվում է ի վերուստ քեզ տված տաղանդը կամաց կմարի։ Այո, այդպես է։ Երբ արդեն ինքնակատարելագործման ճանապարհին քայլ չես դնում, սկսվում է սրընթաց գահավիժումը բոլոր ասպարեզներում։ Շատ ճիշտ է, համաձայն եմ։ Եթե այսօր սկսեիր նորից քո կարիերան, նորից վարսահարդար կդառնայիր։ Ոչ մի վարքյան չէի կասկածի, որ ես անպայման պետք է լինեի թե վարսահարդարման մեջ, թե հագուստի մոդելավորման մեջ, որովհետև ինձ թվում է ես որ հետ եմ գնում, հիշում եմ իմ սովորած թեորիան եւ պրակտիկան, ես հասկանում եմ, որ ես ոչինչ չեմ հիշում, բայց այդ ամեն ինչը անում եմ հուսամ գերազանց, ես երևի օժտված եմ դրանով արդեն իսկ ծնվել։ Ինձ թվում է, այո, նորից կդառնայի նույնը։ Իսկ հիշում ես, երբ առաջին անգամ ձեռքդ բռնեցիր մկրատը եւ հասկացար, որ դա քոնն է։ Առաջի անգամ, երբ որ մկրատը վերցրեցի ձեռքս, այդ օրը մտածեցի, որ ես երբևիցե մաս չեմ կարողանա կտրեմ, ձեռքերս դողում էր, հետո իմ ուսուցիչը ասաց, եթե դու վախենում ես, դա չի նշանակում, որ դու չես կարող, այլ դա նշանակում է, որ դու պատասխանատվության զգացում ունես։ Մի երկու անգամ մկրատը վայր կընկնի, երրորդ անգամ արդեն նորմալ կաշխատես ու դրանից հետո արդեն, գիտես Նարջան, իմ համար լրիվ առօրյա ինչ-որ հետաքրքիր օրեր էր այդ աշխատանքային սովորելու։ Ես 8-րդ դասարանի ամառային արձակուրդներին որոշեցի, որ ես չպետք է պարապ նստեմ, այլ պետք է վարսավիրություն սովորեմ։ Իսկ այն ժամանակ 8-ամյա կրթությամբ դու չէիր կարող ընդունվել ուսումնարտադրական կոմբինատ, որովհետև բավականին բարդ քննություններ պետք է հանձնեին։ Ծանոթների միջոցով գնացի իմ ընտրած մասնագետի մոտ, քույրերս էին իրեն մոտ սպասարկվում, Սարգիս Սունջյանը ցավոք լսեցի, որ մահացել է, Ամերիկայում էր բնակվում։ Այդ 3 ամիսը ինձ համար շատ լավ, ոնց ասեմ, ճանապարհ դրեց ապագա կյանքի։ Հետո ես իհարկե դպրոցը շարունակել եմ, ավարտել եմ 10-ամյա կրթությունս, Գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսուրայի բաժին եմ սովորել, բայց բանակում ծառայելուց հետո սովետական միության մինչև օրս աշխատում եմ իմ մասնագիտությամբ վարսավիրություն։ Բայց թե գեղարվեստաթատերականը իր հետքը հաստատ թողել է։ Ինձ թվում է իմ այդ հանդուրժողականությունը, վերաբերմունքը, կեցվածքն ու պահվածքը հենց այդտեղից են մնացել ավելի շատ։ Իսկ առհասարակ դեպի վարսահարդարություն ինչն էր քեզ գրավում գնել, գույները, թե ֆակտուրաները, ձևերը, կտրվածքները, կերպարները։ Շատ վաղուց մեր քույրերը, մայրերը, որ հարսանիքի հրավիրված էին լինում, այն ժամանակ շատ բարդ սանրվածքներ էին անում վարսահարդարները, շատ գեղեցիկ։ Հիշում եմ։ Քույրս ուներ շատ նոսր քիչ մազեր ու հորեղբորս տղայի հարսանիքին ու շորերը կարում էին այն ժամանակ գիփյուրից շատ գեղեցիկ, ինքնատիպ, անհատական, ոչ թե չասեմ երբվա նման։ Մի խոսքով քույրս որ եկավ, ես ուղղակի ապշած էի, ոնց կարելի է այդքան դեռ փոքր երեխա է, երևի 8 տարեկան։ Մտածում էի ոնց կարելի է այդ 2-3 մազից
այս տիպի շքեղ սանրվածք ստանալ ու դրանից հետո անընդհատ իրանց հետ ինձ տանում էին վարսավիրանոցներով, գնում էի, նստում էի, դե փոքր երեխա էի, իրանց պատասխանատվության տակ էի, հետները ման էին տալիս։ Ու տենց կամաց սկսեցի հետաքրքրվել ոնց են աշխատում։ Երևի թե վարսավիրների 90%-ը տիկնիկների վրա են մաս կտրելու եսի միջեր արել։ Իսկ դու։ Նույնը ես, քույրիկներիս գերմանական կուկլաները բոլորը արդեն կարճ կտրվածքներով էին։ Հետո երբ որ արդեն մեծացա, երբ որ անցա սովորելու, ինքնազարգացում էի ապրում, այդ ժամանակ հասկացա, որ ինձ ամեն ինչն է հետաքրքիր։ Ոչ միայն գույները կամ ֆակտուրան կամ կտրվածքը, ուղղակի ավելի շատ ինձ համար հետաքրքիր էր կնոջը տեսնել ընդհանուր, ոչ թե առանձին մազերով, առանձին մեյքափով, առանձին հագուստով։ Ես պատկերացումս արդեն կազմում էի կերպարը, որ բոլորը ճիշտ լինի, գույները, կտրվածքը, սանրվածքը, դիմահարդարումը, ամեն ինչը պետք է լինի համահունչ եւ թեմատիկ։ Հա, կերպարներ ստեղծելը շատ կարեւոր է։ Ու ես հենց այդ ուղղությամբ էլ ոնց որ նույն ձև մտածելով մինչև հիմա աշխատում եմ, որովհետև երբ որ հաճախորդը գալիս է, ես մինչև անցնելու իմ գործը, ես ընդհանուր պատկերացնում եմ, ինչ պետք է անեմ, ու դա անում եմ։ Իսկ այ երբ հաճախորդը գալիս է ու նստում է աթոռին, առաջինը դու ի՞նչն ես նկատում, մազերը թե էներգետիկան։ Առաջինը բնականաբար էներգետիկան է, որովհետև երբ որ հաճախորդը գալիս է ու ինչ որ մի բան խանգարում է իրեն, բնականաբար ես արդեն պատրաստ եմ, ինձ ոչինչ չի խանգարում, առաջնայինը ես էներգետիկան եմ զգում, ըստ դրա սկսում եմ աշխատանքս, այսինքն եթե ամեն ինչ նորմալ է, անցնում ենք գործի, եթե չէ, նստում ենք, զրուցում ենք, սրճում ենք անպայման ու հետո նոր հանգստացած լավ վիճակով, հանգիստ վիճակով անցնում ենք մեր աշխատանքին։ Ու երբ որ ինչ որ տոն է լինում, գալիս են նկար են ցույց տալիս, որ այսպես ենք ուզում, ես ասում եմ, ինձ նկար պետք չի սանրվածքի ցույց տալ, ինձ ձեր հագուստի նկարը ցույց տվեք, որովհետև ես ըստ ձեր հագուստի պետքա ձեր կերպարը ստեղծեմ, ոչ թե ինչ որ ուրիշի սանրվածքի նկարով։ Այդ դա շատ կարևոր է ոճաբանի համար, որ եթե զգեստը եւ սանրվածքը իր նույն կերպարին չեն համապատասխանում, դա առնվազն ուղղակի աշխատանք է։ Իսկ այ երբ շատ հաճախ հաճախորդները, այդ թվում նաև ես, գալիս նստում են աթոռին ու ասում են շատ մեծ վստահությամբ, արա ինչ ուզում ես։ Դու ինչպես ես որոշում ուր տանել կերպարը։ Անհատական է իհարկե։ Նա տեսնում ես գույնը, մաշկի երանգը, եթե ներկում ես ինչ որ երանգ մազերի գույն փոխել է կամ երանգ փոխել է, առաջնայինը դա մաշկի գույնն է, հաճախորդի կնոջ, շատ կարևոր, որպեսզի քո ստեղծած գույնը չտանի հետին պլան դեմքը եւ հակառակը շատ չընդգծի թերությունները, այլ հակառակը ընդգծի ավելի առավելությունները։ Շատ մանրուքներ կան, որ հաշվի ենք առնում բնական այդ եւ կտրվածքի ժամանակ եւ հարդարելու անգամ, հա, որովհետեւ երբ որ երեկոյան սանրվածք ենք անում, դա ուղղակի գեղեցիկ սանրված չպետք է լինի, դա պետք է լինի ֆակտուրն է, այսինքն պետք է ճիշտ պրոֆիլ լինի, ճիշտ ֆասը լինի, ամեն ինչը պետք է գեղեցիկ լինի ու համահունչ։ Դնել կա մի սանրվածք, որը թրենդային է, բայց չես սիրում։ Կան կրեատիվ կտրվածքներ, որոնք ոչ թե չեմ սիրում, այլ չեմ կիրառում։ Ժամանակին արել եմ ֆոտո ալբոմների համար, բայց քանի որ ես ավելի շատ աշխատում եմ կնոջը առօրյա կյանքում իր ավելի հեշտացնել իրեն կյանքը առավոտյան, որպեսզի նա
կարողանա ինքնուրույն գեղեցիկ տեսք ունենալ, գեղեցիկ հարդարվել, ճիշտ գույնով լինի եւ այլն, ես ավելի շատ հակված եմ սալոնային, ստիլիստի կարգավիճակին։ Գներ իսկ շատ է լինում, որ դու մերժում ես հաճախորդների պահանջները, ասելով, որ դա չեմ անի, որովհետև դա դու չես։ Լինում է անգամ իմ մշտական հաճախորդների հետ, երբ որ որոշում են գույն փոխել կամ, չգիտեմ, կտրվածքը եւ այլն, ես իրենց բացատրում եմ, որ սա ձերը չէ ու ասում եմ, որ դուք չեք որոշում ձեր մազերը ոնց պետքա կտրվի եւ ինչ գույներ կվի, որովհետեւ քանի տարի է դուք միայն կոմպլիմենտներ եք ստանում ձեր արտաքին տեսքի համար, դա նշանակում է, որ ես ավելի ճիշտ եմ ձեզ տեսնում, քան դուք։ Դե ես արդեն համակերպել եմ այդ իրավիճակին։ Գնել իսկ որն է հաճախորդի այն պահվածքը, որից դու արդեն հոգնել ես, բայց շփտում ես։ Քանի որ, ոնց ասեմ, իմ դաստիարակությունը թույլ չի տա, որ ես նկատեմ այդ ամեն ինչը, շատ բաներ կան, որ ես ուղղակի վերագրում եմ ինձ, որ ես ինքս կարող եմ ինձ այդպես պահել ինչ-որ մի տեղ ու կցանկանամ, որ հանդուրժեն իմ այդ դիմացին էլ շփտավ, որովհետև ես ինքս էլ եմ, չէ, որպես հաճախորդ լինում, որպես չգիտեմ, սպառող լինում, ինձ պետք է, որ ինձ միշտ ժպտան, անկախ ամեն ինչից։ Գնել քեզ մոտ շատ են հայտնիները, այ ինչն ես փորձում ընդգծել իրենց կերպարներում։ Առաջինը բնականաբար անհատականությունը իրենց, երկրորդը ուզում եմ իրենց կարծրատիպը կոտրեմ, որ բացի սրանից ինձ ոչինչ չի սազի։ Ու կամաց եմ բերում դրան, որ ես սկսում եմ փոփոխություն անել գույների, կտրվածքների, անգամ հագուստների մեջ, շատ ունեմ հաճախորդներ, որ պետք է ինչ-որ երեկոյի մասնակցեն կամ ինչ-որ միջոցառման, հագնվում, նկարում ուղարկում են, ու ես որոշում թե ինչ աքսեսուար, ինչ պետք է արվի այդ հագուստի հետ եւ ինչ սանրված։ Դժվար է, չէ՞, կարծրատիպեր կոտրելը, այսինքն կնոջ տարիների ընթացքում ձեռք բերած կերպարի դեմ պայքարելը, դա փոխելը։ Մանավանդային կերպարի, որը իրեն թվում է, որ դա իրենն է եւ դա հաջողակ լավ կերպար է։ Նարաջան, ուրեմն երբ որ դու ինքդ որպես մասնագետ, որպես անհատականություն պետք է ներկայանաս, որպեսզի ստիմուլ առաջացնես մարդուն դիմացնի, չէ՞ որ նա էլ ուզենա ձգտի փոփոխության, մի փոքր շեղումը մեր մշտական այն, որ մենք միշտ սովորենք այդ զոնա կոմֆորտի մեջ մնալուց, բերում են նոր էմոցիաներ եւ նոր զգացմունքներ։ Դրա համար մի քիչ դժվար է, բայց երբ որ համոզում ես, հետո իրանք քեզ մեջ շնորհակալություն են հայտնում։ Ասում են այն բոլոր խնդիրների առջև կնոջը վերաբերող, որոնց դեմ անզոր են հոգեբանները, շատ արագ լուծվում է վարսահարդարի մոտ։ Այ քո մկրատը կյանքեր փոխել է։ Շատ, որովհետև նամանավանդ մի քանի տարի առաջ ինչ որ մի այդպիսի ալիք կար, որ շատ հաճախ կանեք ընկճախտի մեջ էին ընկնում ու ես որոշում եմ, որ իրենց պետք է ասես մի անգամից 360 աստիճան տակ փոխել եւ մազերի կտրվածքը եւ գույնը, որպեսզի նրանք ստրես ապրեն, անկախ ամեն ինչից նրանց դուրը կգար թե չէ, ու այդ թերապիան շատ լավ աշխատեց։ Բոլորը մի անգամից հասկացան, որ կյանքում ամեն ինչ հնարավոր է եւ այդ ամեն ինչի տակից կարելի է շատ հանգիստ եւ գեղեցիկ դուրս գալ։ Դու նաեւ աշխատել ես Մոսկվայում, այսինքն համատեղում էիր Երևանի հետ։ Ինչ տվեց քեզ այդ քաղաքը բացի մոսկովյան ցրտերից։ Մոսկվայի ցրտերը իհարկե անտանելի էին սկզբից, բայց հետո արդեն ես գիտեի ոնց այդ ամեն ինչ ախտարեմ, ընդամենը մեկ գավաթ կինին եւ արևը շողում է, եղանակը տաք է, տրամադրությունը բարձր, քանի որ մեր աշխատանքի մեջ իրավունք չունես առանց լավ բարձր տրամադրությամբ գնալ աշխատանքի, նախ ինձ հրավիրել էին աշխատելու, արդեն ունեի լավ մարդիկ իմ կողքը կանգնած, ձեռք բերեցի լիքը լավ ընկերներ ու ամենակարևորը այդ ժամանակ համաշխարհային ճանաչում ունեցող ոճաբաներ էին հաճախում սեմինարներ անցկացնելու, միջոցառումներ կազմակերպելու եւ շատ լեցուն այդպես օրեր ենք անցկացրել այնտեղ եւ սովորել ենք եւ ասեմ այս բառը ինքնահաստատվել ենք, հա, որովհետեւ երբ որ դու տեսնում ես, որ
համաշխարհային ճանաչում ունեցող ոճաբանը կամ կոլորիստը ինչ որ մի տեղ հարգանք է ցուցաբերում քեզ, քո արած աշխատանքի համար, դա արդեն իրոք շատ մեծ ինքնավստահություն է ներշնչում։ Ինձ թվում է դու դրա մեջ մի քիչ արդեն երես ես առել։ Կարա լինի տենց մի բան։ Որովհետև այնքան շատ ես վայելել ու քո հետևում այնքան շատ են այդ սեմինարները, տրեյնինգները, համաշխարհային դեմքերը, ձեր ասպարեզի իրենց հիացմունքը, ինձ թվում է դա արդեն դարձել է քեզ համար սովորական։ Թե դրանք սովորական չեն լինում։ Սովորական չեն, իրենք ավելի հետաքրքիր են, որովհետև մեր ոլորտում, երբ որ ինչ-որ միջոցառում է կազմակերպվում, հետաքրքիրն այն է, որ բոլոր վարսահարդարները, ոճաբաները շատ ասենց ճիշտ հագնված, ճիշտ սանրված, ճիշտ դիմահարդարված գալիս են այդ միջոցառմանը ու այդ ժամանակ ես բոլորին ասում դե երիտասարդներին բոլորին հետևում եմ սոցհարթակում, ասում իսկ ինչու եք դուք ձեր աշխատանքի վայրում ստվերային սովորական, եթե կարող եք այս տեսք ունենալ, այսինքն դուք չեք մտածում ձեր հաճախորդի մասին։ Իրենք ասենք զարմանում են այդ իմ հարցից, այսինքն մեր արտաքին տեսքը ինչ կապ ունի մեր հաճախորդի հետ, որ մենք մտածում ենք թե չէ, որովհետև հաճախորդը երբ որ գալիս է քեզ տեսնում է ոչ ճիշտ հագնված կամ չգիտեմ, արտաքին տեսքը չի համապատասխանում քո աշխատանքին, ինքը ինձ թվում է իրեն լավ չի զգում։ Հետո նաև դու քո ստուդիան շատ լաքշրի ես սարքել, շատ սիրուն է, շատ հարմարավետ հաճախորդի համար, այն պահը, որ մինչև ինքը իր ներսի էներգիան կարգավորում է, սիրուն աղանդերներ, մի գավաթ անչափ համեղ սուրճ, ամեն ինչ շատ սիրուն, միջավայրը սիրուն։ Մի քանի օր առաջ ես եկա, դուռը բացեցի եւ տեսա քեզ այս պաստելային մի հատ շքեղ բլոկի մեջ, իրականում այդ պահից ինձ համար օրը գունավորվեց ու տոն դարձավ եւ բրավո քեզ, որ ցանկացած մեկին ամեն օր դա մատուցում ես եւ իր առօրեական սովորական օրն էլ նաեւ քո շնորհիվ մի փոքրիկ գունավորվում է։ Դա շատ կարևոր է, որովհետև այդ փոքրիկ տոնները օրվա ընթացքում տարբեր ժամերի մեզ շատ պետք են։ Իհարկե, Նարդյան, ուրեմն առավոտյան ժամը 7:37-ին եւ 7:30 եւ 8-ին ունեմ հաճախորդներ, որոնք որ գալիս են հարդարվում են գնան աշխատանքի։ Ես այս ասում եմ, որպեսզի լսողները սովորեն։ Ես գիտեմ, որ հաճախորդը ինչ երաժշտություն է նախընտրում, ես այդ երաժշտությունն եմ միացնում, ես գիտեմ այդ հաճախորդը ինչ բուրմունք է սիրում, ես այդ օծանելիքն եմ օգտագործում, այսինքն ես առավոտները չեմ փչացնում այդ մարդկանց։ Գնել դու ինչ նրբանկատ ես։ Այդ նրբանկատությունը շատ կարևոր է մեր մասնագիտության մեջ, որովհետև մենք ուղղակի վարսավիրներ չենք, մենք ստեղծում ենք գեղեցկություն եւ ստեղծում ենք էմոցիաներ։ Լավ, իսկ երբ դու աշակերտ ես ընտրում, ինչն ես կարևորում իր մեջ, ճշգրտությունը, ռիսկը, ազատությունը, թե ստեղծագործելու կարողությունը։ Ամենաառաջինը դա մարդ լինելու ֆակտորն է, եթե մարդկայինը 0-ին մոտ է, ինչքան էլ տաղանդավոր լինի, չեմ ընդունում ոչ մեկի։ Իսկ երբ որ տաղանդ կա, եւ հարցս առաջինը հենց այսպիսին է, դու սիրում ես այս մասնագիտությունը, թե ուզում ես գումար աշխատել։ Ու սկսում եմ բացատրել, եթե դու ուզում ես գումար աշխատել, ուրեմն սա դու պետք է գնաս ուրիշի մոտ։ Եթե դու ուզում ես կոնկուրսների մասնակցել եւ այլն, դու պետք է գնաս այսինչի մոտ սովորելու։ Ուղղորդում եմ նաեւ մասնագետների մոտ։ Իսկ եթե դու ուզում ես ամբողջ կյանքդ վայելես գեղեցկությունը, հանգստությունը եւ ընդհանրապես չաշխատես, ուրեմն ես կարամ քեզ օգնեմ, որովհետև երբ որ դու գնում ես աշխատանքի եւ դու չես հոգնում ու չես տանջվում, այլ հաճույք ես ստանում, նշանակում է դու չես աշխատում, ուղղակի դու վայելում ես կյանքդ։ Գնել դու նաև ուժեղ կոլորիստ ես։ Այն ինչն է կարևոր գույն ստեղծելու ճանապարհին՝ տեխնիկան, տեսողությունը, թե բնազդը։
այդ ամեն ինչը շատ կարևոր է, բայց ամենակարևորը պետք է ճիշտ մազը ճանաչես։ Հա։ Մազի որակը, մազի կառուցվածքը, այդ ամեն ինչը պետք է հաշվի առնել եւ հետո նոր անցնել աշխատանքի։ Նկարչությունը շատ մեծ նշանակություն, գունաբանությունը շատ մեծ նշանակություն ունի այստեղ։ Քո գույները միշտ շատ խիտ են եւ շատ հագեցված են։ Այ ինչպես ես ընտրում, թե տվյալ մարդուն ինչպեսի գույն է համապատասխանում։ Դու ասացիր, կարծեմ մաշկի գույնը, հա։ Մաշկի գույն էլ, բայց հետո, քանի որ ժամանակները գնում են, հաճախորդների մազերը սպիտակում են եւ բնությունը երբեք չի սխալվել այսքան ժամանակ, քանի որ մենք մեծանում ենք, մեր մազերը սպիտակում են, նշանակում է մեր արտաքին տեսքը համապատասխանում է դրան։ Այդ դեպքում ես արդեն այնպես եմ ներկում մազերը, որպեսզի հաճախորդը 10 օր հետո չնեղվի իր սպիտակներից, այլ մի ամիս հանգիստ վայելի իր գեղեցիկ երանգը մազերի։ Հատուկ տեխնիկա է, հա, դա։ Այո, որպեսզի այդ անցումները չերևան, չանհանգստացնեն կնոջը։ Նամանավանդ, որ ինձ մոտ միայն աշխատողներ են, Նարաջան, ես այնպես եմ անում, որ նրանք իրեն ժամանակը ուղակի չկորցնեն իրենց մազերի վրա ու 10 օրը մեկ արմատ չներկեն։ Հա, ժամանակը շատ կարևոր բան է։ Լավ կոլորիստ լինելու համար բավական է ունենալ լավ աչք, թե պետք է ներքին խիզախություն, որպեսզի կարողանաս փոխել մարդու կերպարը։ Անշուշտ խիզախությունը պետք է եւ պետք է ճիշտ տեսողություն, որպեսզի արդեն դու հասկանաս կարելի է թե չի կարելի, նոր անցնես քո մտահղացումները իրականացնելու եւ իհարկե պետք է հաճախորդի առօրյան էլ համապատասխանի այդ կերպարին, որովհետեւ եթե ես ուզեմ անել արևագույն, կրակագույն իմ սիրած գույները, դա նշանակում է տվյալ անձնավորությունը պետք է կարողանա գրի այդ գույնը։ Եվ իր ներքին բովանդակությամբ էլ ինքը դիսոնանս չունենա գույնի հետ։ Շատ կարևոր է ներքինը պետք է զգաս մարդու։ Շատ ժամանակ գալիս եմ, վայ գնել ուզում եմ կարմիր ներկեմ մազերս կամ, չգիտեմ, մքացնենք, մուկ գույներ ընտրենք, ես մի 20 րոպե ուղղակի բացատրում եմ ինչու չի կարելի դա։ Եվ հետո համոզվում են, որ իրոք այն ինչը որ դու անում ես, տարիներ շարունակ դու աշխատում ես իրենց հետ ու դու ավելի լավ գիտես իրենց բնավորությունը շատ հաճախ քան իրենք։ Գնել դու ունես սիրելի գույներ եւ գույներ, որ երբեք չես օգտագործի, եթե անգամ լինի թրենդ։ Իմ սիրած գույները դա բոլոր տաք գույներն են։ Գիտեմ այդ։ Եվ մաքուր գույներն են։ Ցանկացած գույն կներկեմ կանեմ, եթե ֆոտոսեսիա եմ անում եմ շատ հաճախակի մոդելների վրա վառ գույներ եմ անում, հետաքրքիր ինչ-որ կերպարներ եմ ստեղծում, ուղղակի իմ ներքին այդ վայրենությունը արտահայտելու համար եւ ստեղծագործելու կրեատիվությունս ցուցադրելու համար, որ տեսեք ես էլ դա գիտեմ անել, ուղղակի ես հիմա այս ոճի մեջ եմ աշխատում եւ ինձ համար ավելի ամենակարևորը գեղեցկությունն է եւ ոչ թե ցույց տալ այն ինչը որ դու կարող ես անել։ Այն մասնագետներ, ովքեր որ տարիներ շարունակ աշխատում են, նրանք ամեն ինչ կարող են անել, ուղղակի ճիշտ ուղղություն պետք է վերցնել։ Իսկ կա սանրվածք, որից երբեք չես հոգնի։ Դա կասկադն է եւ դա կարեի բոլոր տեսակներն են, որոնք որ շատ կանացի են եւ որոնք որ ցանկացած մազի որակի հետ կարելի է համադրել։ Կա գույն, որը միայն խիզախներին է առաջարկում։ Այո, դա կարմրան-նարնջագույնն է։ Պղնձագույնը։ Հա, որ շատ սիրում եմ այդ գույնը ու ունեմ հաճախորդներ, որոնք որ շատ հպարտ այդ գույնը կրում են եւ իրենք էլ են այդ իրենց լավը զգում այդ գույների մեջ։ Եվ անգամ մի փոքր, եթե երանգը մեղմացնում ենք, հետո հասկանում ենք, որ չէ, ավելի ճիշտ է, որ ավելի վառ լինի գույնը։ Դե այդ գույները խիտ երանգների մեջ են շատ սիրում։ Իհարկե, ու ամենակարևորը այստեղ Նարաջան գիտես, որն է, որ ամեն ինչ պետք է բալանսավորված լինի։ Եթե ես ինչ-որ խիզախ գույն եմ անում, անցումներով եմ անում, որ ավելի մեղմ նայվի ու
ավելի հետաքրքիր։ Գնել ջան, դու ասացիր, որ համաշխարհային շատ ու շատ բյութի դեմքերի հետ ես առիթ ունեցել հանդիպել, նաև կան մարդիկ, որոնց դեռ չես հանդիպել։ Դրանց մեջ կա այն վարսահարդարը, որ կուզենայիր, որ իր մոտ սանրվեիր։ Կան բավականին հետաքրքիր դեմքեր, բայց ասեմ Նար ջան, մեր վարսահարդարները լավագույններն են, ես դա կարող եմ առանց վարանելու ասել, որովհետև Հայաստանից ցանկացած երկիր գնացած վարսավիրը 1-2 ամիս հետո դառել է տվյալ երկրի լավագույնը։ Այսինքն մենք այնքան բարդ մազեր ունենք, իհարկե մեր բնավորության նման, որ մեր մազերի վրա աշխատող ցանկացած մասնագետ դրսում ոչ մի խնդիր չունի։ Դրա համար ես այստեղ ունեմ շատ լավ բարբերներ, մի 4 հոգու մոտ եմ սպասարկվում, նայած որ ժամանակում մոտ եմ ուզում գնամ, որովհետև դա էլ չէ, էմոցիա է, չէ, ինձ պետք է փոփոխություն անեմ։ Մենք այս երեկո անպարբերաբար խոսում ենք էներգիաներից։ Ու շատ ժամանակ, դե ես շաբաթը մեկ եմ հաճախում մորուքը կարգավորելու, մի անգամ գնում եմ մեկի մոտ, մի անգամ մյուսի, հետո կարող է այդ օրը տրամադրություն ունեցնի, որ գնամ նորից այն մյուսի մոտ, որի մոտ մի շաբաթ առաջ էի գնացել։ Իսկ ընդհանրապես հետևում եմ բոլորին ու ես հարգում եմ այն մասնագետին, ով իր գործը շատ է սիրում։ Կան գովազդող, կան գլուխ գովացողներ, եւ կան իրոք շատ լավ մասնագետներ, որոնք որ գեղեցիկ աշխատում են եւ լրակյաց են։ Գիտես գնել, քո փոխարեն ես երազում եմ, որ մի օր մեր քաղաքում բացվի գնել Սողոմոնյանի ակադեմիան։ Այ եթե դա բացվի, ինչպեսին կլինի։ Ես ինքս եմ երազում, բայց Նար ջան, իմ պատկերացրած ակադեմիայի համար շատ մեծ գումար է պետք, որը որ ես արդեն ժամանակ չեմ էլ ունենա կուտակելու, այդ իսկ պատճառով դա ասենց պահել եմ մի հատ ինչ-որ ուրիշ ժամանակների համար։ Դա կլիներ շատ հետաքրքիր ակադեմիա, որտեղ որ այցելուն առաջինը կհասկանար, թե ինքը ինչ է ուզում այս կյանքում, ինչն է իրեն հետաքրքրում այս կյանքում, գեղեցկությունը, գումարը, թե ինքնահաստատվելը։ Իսկ եթե այդ ամբողջը իրար հետ վերցնում, միացնում ես, դառնում է մի հատ շատ հետաքրքիր, ոճաբան, վարսահարդար եւ մարդ։ Գնել քո հետ կարելի է ժամերով զրուցել ու չհոգնել ու էլի լիքը թեմաներ ունենալ, բայց այսօր ես ուզում եմ դնել միջակետ նորից հանդիպելու անպայման նորից հանդիպելու ակնկալիքով ու հրաժեշտեն ես քեզ Մարաշի այս սիրուն տուփն եմ տալիս ամենատարբեր համերով, քանի որ սիրում ես տանը կվայելես սուրճի հետ։ Շատ շնորհակալ եմ քեզանից Նար ջան ու շնորհակալություն Մարաշին։ Իրականում շատ ենք համտեսում, հյուրասիրում ենք նաև, որովհետև նրանք համեղ են, ամենաշատ ճիշտ են, մինիատյուր են, որ հաճախորդի սուրճի հետ շատ հետաքրքիր է ու շատ տեղին է։ Շատ շնորհակալություն այս քաղցր նվերի համար ու հուսամ, որ մենք դեռ ավելի հետաքրքիր զրույցներ կանցկացնենք իրար հետ։ Անպայման Գնել ջան, ես անհամբեր կսպասեմ մեր հաջորդ հանդիպմանը։ Սիրով։ Հանդիպման վայրը Վինայն ռեստորանի Vici Lounge։ Հագուստը Daphne խանութ սրահ։ Daphne ժամանակի շունչը ամեն օրվա համար։ Daphne հագուստ, որ խոսում է քո մասին։ Հաղորդավարի ոճը Մետրո միջազգային գեղեցկության ակադեմիա։ Հաճախորդներ ամբողջ կյանքի համար։